Ինչ է ստացվում, այնինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում շատ ավելի մեծ մասշտաբներով ինքն է անում, նկատի ունեմ ընտրությունների կեղծումը, բռնաճնշումները եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը 8-9 տարի ղեկավարել է ոչ բարով Հայաստանի Հանրապետությունը, մի նախկին էլ ինքն է, թե ընտրություններից առաջ, թե ընտրության հենց օրը, թե ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը միջև առեսօր ինքը վախի մթնոլորտում է։ Ինքը իր խուճապը հանգեցրեց նրան, որ ժողովրդին լռեցնի, կալանավորելով, ձեռփակալելով, այն ոնց որ ինքն էր ասում, կզստեմ, չոքստեմ, պարկստեմ, չգիտեմ ինչ։ Ինքը վախի մթնոլորտում է, ինքը ներկապահին մեծամասնություն էլ չի կազմում։ Ինքը ասում էր, եթե ես չլինեմ մեծամասնություն, սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Հիմա շատ կուզե իր աչքերի մեջ նայելով հարց տայի։ Մեծամասնություն չես ազգային ժողովում, սպասենք պատերազմի, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը ինքը տեղով չարիք է այս ազգի գլխին։ Իրանք էլ են համոզված, հանրությունն էլ է համոզված, որ ծրագրերը հենց այնպես գրվում են, ու դրանք երբեք էլ չեն իրականացվում, փայլունագույն օրինակ, որ ասենք 26 թվականի բյուջեով նախատեսված չէ, որ թոշակառուների թոշակը 10,000-ով կավելանա, չէ՞ որ դա բյուջեն նախատեսի։ Եվ ինչ-որ մի օր արթնացան ու որոշեցին, որ պետքա բյուջեից այդպիսի գումար, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Իշխանությունը գնաց այդ քայլին 10,000-ով բարձրացրեց։ Որովհետեւ ինքը պետքա ապրանքները թանկացներ, իսկ դա առաջինը թոշակառուներ զգալու։ Փորձեցին մեղմել, էլի, փորձեցին, ասենք 25% թոշակը բարձրացրեցին, մի 60-70% ապրանքի գինը բարձրացրեցին, էլի շրջանակներ դա ասում են ընտրակաշարք։ Դե ասելով չի, դա բոլորս էլ խանութներից առևտուր անում ենք, այս մարդ չկա որ խանութ չմտնի, չափած մարդը, ձուն արդեն 100 դրամ է, 13 դրամ էր ձուն մի ժամանակ, ընտրակաշարքի բա ինչ է, իշխանությունները ասում են նույնը, անում են ճիշտ հակառակը, խեղաթյուրված մտածելակերպով անդամներ ունի ցանկացած հասարակություն, որը ոչ մի տրամաբանության, ոչ մի սահմանադրության, ոչ մի օրենքի մեջ չի տեղավորվում։ Ես ուրեմն Facebook-ով մի բան հրապարակեցի, որում ասվում էր, որ եթե ընտրությունների արդյունքները հունիսի 6-ին հրապարակեին, հարցեր չէին առաջանա։ Մի օր առաջ ասեին ընտրությունների արդյունքները, այսքան հարց չէր առաջանա։ Ում ուզենան կկալանավորեն, ցանկացած բան քրեորեն պատժելի է, բայց շապազ անեցնում են, բայց եթե ուզենան մի 60 տարեկան, չգիտեմ, ինչ որ տարիքի մարդու համար մի հատ բան հայտնաբերեն, որը քրեորեն պատժելի է, անպայման կհայտնաբերեն, ստրես են ապրեցնում հասարակությանը։ Մարդը կա բանջում, հելմա մեկ մի հատ այնպես բան ասում, 1000 հոգի, 2000 հոգի ստրես են տանում։ Սարքում են, դզում են, ինչ որ մի հատ ձայնագրություն, մեկից ձայնն է գալ, այդ մեկից ձայնը ով է, այսինքն կոնկրետ չկա պատասխան։ Հետո գիտեք ինչ կա, ախպեր ջան, արա մեռնեմ ջան, մեր օրենքով, չէ, սահմանադրություն ունենք, չգիտեմ, չէ, ախպեր օրենքով չի կարելի։ Այդ աթոռի վրա կլեյկա սոսինց կակսված, որ քաղցա երևի այդ աթոռը, ես չեմ կարող ասել, ես իր տեղը չեմ կարող, բայց բաներ կա, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, հետո ինք իրան հակասում է, դրանում ոչ մի խոսք։ Իսկ ով լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք, որ տեր կկանգնի մեր երկրին։ Նախ ղեկավարը պետքա սիրի իր ժողովրդին։ Առաջնահերթ սիրի իր պետությունը, սիրի իր հայրենիքը, սիրի իր մշակույթը, իր կրոնը։ Նիկոլ Փաշինյանը ոտերը հանած էր մտնում մսկիթները։ Իսկ մեր եկեղեցիների վրա եկեղեցիների մուտքեր գործում ԱԱՑ-ներով։ Տարբերությունը այդ է։ Մեր ղեկավարը մեզ ղեկավար տեսնում եմ Սամվել Կարապետյանին, դա իմ անձնական տեսանկյունն է, որ բազմիցս հայ հասարակ ժողովրդի կողքին է եղել։ Միլիոնավոր դոլարներով մայրաթոռում ներդրումներ ունի արած։ Միլիոնավոր դրամներ ծախսել է Արցախում հիվանդանոցեր կառուցել, որ միակն էր ամբողջ Արցախում։ Ես միայն տենում եմ Սամվել Կարապետյանին։ Ես չեմ ուզում փնովեմ մնացած ընդդիմադիր կուսակցություններին ամենայն հարգանքով, որովհետև ոչ մի նախկինի օրոք մենք այս կարգավիճակում չենք եղել երբևիցե։ Ես վաղը միսօր չեմ պատկերացնում, թե իմ երեխեն ինչ ապագա պիտի ունենա այս երկրում, երբ որ
վտանգ եմ տեսնում 300,000 ադրբեջանցի գա մեր հետ մի հարկի տակ ապրելու։ Նիկոլ Փաշինյանը քարոզ էր անում, որ չկա ու իր խամաճիկները քարոզ են անում, որ չկա նման տեղեկություն, դա ապա տեղեկատվություն է, իսկ մյուս կողմից Ադրբեջանում երրորդ համագումարներ տեղի ունենում, որ քննարկում էին Արևմտյան Ադրբեջանի վերադարձի մասին։ Այսինքն Արևմտյան Ադրբեջանը այսօր իրանք տեսնում են Սյունիքը, Սևանը, ու ես չեմ ուզում իմ երեխեն վաղն այսօր ապրի մի հարկի տակ ադրբեջանցու հետ։ Ադրբեջանցին, որտեվ այսօր հայ կնոջ հղիանալը չի ցանկանում, ոնց կարելի է ադրբեջանցու հետ գնալ խաղաղության, անհնար է։ Այդ որ ասում են երկրի ղեկավարը պետք է 3000 հատ կառավարիչ թիմով մարդ լինի այդ մարդը, պետք է 3000 պրոֆեսիոնալ նախարարներ, բազմաթիվ կառավարիչներ։ Ես կուզենայի, որ մեր երկրում լիներ ավելի շատ ազգայինը, հողն ու ջուրը սիրող ազգայինը, մեր պատմությունը սիրող, մեր անցյալը չմոռանանք։ Կոնկրետ ես չեմ կարող իմ անցյալը մոռանամ, ես չեմ կարող Մասիսարը մոռանամ։ Պետք է լինի շատ ազգը սիրող անձնավորություն ու իր անցյալը չմոռացող անձնավորություն։ Եթե մենք մեր անցյալը ջնջենք, ապագան չենք ունենա։ Մարդիկ չպետք է ապրեն օրվա պահանջով։ Չեմ ուզում իմ ազգը ընկճված, ինքնասիրությունը կորցրած անձնավորություն լինի։ Դա էլ չեմ ընդունում։ Մենից մարդ լինի, որ ինչ որ հայերի համար մտածի, ոչ թե ինչ որ բանի։ Ես օրինակ կասկած եմ, ինչի Ալիևն ու Թուրքիայի նախագահները ուզում են, որ Փաշինյանը լինի։ Ինչն է պատճառը։ Ես շատ գիտեմ։ Կարող է նրանց օգտինա, ինչա, ես շատ գիտեմ, այդ բանը ես ինտերնետով եմ լսել, որ Ալիևն ու բանը իրան կողմնակից են, որ Փաշինյանը մնան նախագահ։ Շատ խելոք մարդ է պետք ախպեր, հարաբերություն սարքի բոլոր հարևանների հետ, ոչ թե մենակ Ադրբեջան, Թուրքիա, չասկացա, այդ մենակ դրանք են, այ ախպեր, Իրան գոյություն ունի, Ռուսաստան, Վրաստանով, ախպեր, պետք է, արա 90% չորենը ռուսնա տալի քեզ, գազը ռուսնա տալի քեզ, բենզին սալարկեն ռուսնա տալի քեզ, քեզ էլ ինչն է պետք, ախպեր ապրեք, կերեք, սարքեք, աշխատեք,